Արմլուրի հարգելի հետևորդներ, այժմ կխոսենք քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ։ Պարոն Մնացականյան, դուք կարելի ասել բոլոր ակցիաներին, որոնք իրականացվում են ի պաշտպանություն, ի աջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական գերիների համար, մասնակցում եք։ Ինչ ակնկալիք ունեք այս անգամ։ Ակնկալիքը բնականաբար ավելի շատ կապված է, որ եւ Ռուբեն Վարդանյանը եւ մեր մնացած ռազմագերիները ընդհանրապես կարելի ասել Արցախի քաղաքական էլիտան, ուզեն թե չուզեն, որ հիմա խայտարակ նսեմացած վիճակում ենք մենք բոլորս, որ այդ մարդիկ ընդեղ իմանան, որ կան Երևանում դեռ մարդիկ, որ սրտացավ են, սպասում են եւ անհանգիստ են։ Եվ կարծում եմ նաեւ խորհրդանշական է, որ այս շենքի մոտ ենք հավաքվել, բայց ուրիշ բան չգիտեմ հիմա այս շենքի եւ այս ընդհանրապես ՄԱԿ-ի կառույցը հաշվի առնելով վերջի Սիրիայի դեպքերը, մնացած պատերազմները եւ այլն։ Ինչ մանդատ է մնացել, ինչ հեղինակություն ունի, ասենք, չգիտեմ, ՄԱԿ-ը եւ այլն, բայց հուսով եմ, որ նման բաները կարող ազդակ են, որ մենք հայերս, Հայաստանի բնակիչները, մեր Սփյուռքի հարազատները մի քիչ ավելի ուշադիր կլինեն, որտեղ իրականում նաև իրազեկման էլեմենտը կա, ու շատ ցանկալի է, որ այսօրվա այդ դիտողները, մեր հատկապես Սփյուռքից, բնականաբար կարողանան մաքսիմալ տարածել, այսինքն այդ Բաքվի վայրագությունները, այդ անմարդկային պայմանները, այդ կեղծ դատավարությունները, իսկ իրականում այսօր դատում են մեր հայերին, որ շատ ճիշտ նկատել է նաև շեշտեց Ռուբենը մի քանի անգամ արդեն, որ ասես որևէ մեկը իրավունք չունի հանգիստ մնալ, մինակ այս ծառերը, արևը, հրապարակին մոտ են կառավարության, մենք բոլորս հիմա խայտարակ անպաշտպան ենք, որտեղ այսօրվա քաղաքական իշխանությունը բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ոչ գեոպոլիտիկ, ոչ ներքին Հայաստանի, այս վերջին ընտրության, ամեն ինչը խայտարակ ինչ հնարավոր է ձախողված է այս երկրում։ Մենք կամ պետքա մի բանով կամ սկսենք զինվել, որ հասկանանք անցնենք խմբակներ անենք, ինչա քաղաքացիական պաշտպանությունից մինչև, չգիտեմ, ազգ-բանակ կոնցեպտը սկսենք զարգացնել, կամ պետք է օրշուց այսօրվա այս քաղաքական այս հանկարծակի իշխանությանը ազատենք, որպեսզի մեր երեխաները ապրեն մեր երկրում, մենք գնանք մեր մեծերի գերեզմանները խոնարհվենք, ծաղիկ դնենք եւ այլն, որտեղ սա այս ամբողջը որևէ մեկը ապահովագա չի։ Ոնց որ մեր Արցախի քուր եղբայրները թողեցին գնացին, ով կմտածեր։ Չմտածեք, նույնը կլինի մի միլիոնանոց Երևանի հետ, մնացած բոլոր քաղաքների հետ, որտեղ նույն Իրաքի դեպքերը, չգիտեմ, Սիրիայի դեպքերը, տարբեր քաղաքներ ցույց տվեցին, որ ընդհանրապես մի քանի ամսում կամ մի քանի շաբաթում կարող մի քանի միլիոնանոց քաղաքներ դատարկվեն։ Ես ընդհանրապես կոչ եմ անում մեր համակարգացիներին շատ լինեն զգոն, համախմբված եւ պատրաստվենք, չգիտեմ, մոտակա գործողություններին, որը որ կլինեն, եւ ես ողջունում եմ բոլոր քաղաքական եւ ընդդիմադիր ուժերին, որոնք ունեն ընդհանրապես կոնկրետ մեկ օրակարգ, որպեսզի այս ընկերներին ճակերտավոր մի օր շուտ հեռացնենք եւ դա հենց մարտի 30-ին մենք հայերը, իրական հայերը կարան այդ խոսք ասեն եւ Փարաքարում եւ Գյումրիում եւ ողջունում եմ բոլոր Փարաքարի խոշորացված համայնքի բոլոր եւ հարակից գյուղերի, ասենք Մերձավան, Այգեկ եւ մնացածը եւ Գյումրիում մեր բոլոր ընտրողներին, որ խնդրում եմ եղեք ուշադիր, հասկացեք, որ սա միայն Գյումրի ընտրություններ չեն, սա միայն Փարաքարի ընտրություններ չեն, սա հայի եւ մեր թշնամիների միջև ընտրություններ են։